Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ տեղի ունենում երկրորդական արարչի Տեր Բրահմայի եւ Գերագույն Աստծո ազնվորության արարչի մարմնավորման միջև։ Մենք ձեզ հետ տեսանք, որ արեցիները իրենք հոգեբանական տեսանկյունից շատ մեծ նշանակություն են տալիս նրան, թե ինչպես է ընդհանրապես ձևավորվում նյութական աշխարհը, եւ իրանք պատասխանատվությունը չեն գցում Աստծո վրա։ Ոչ էլ միանշանակ գցում են կենդանի էակի վրա։ Նրանք պնդում են, որ կենդանի էակը, որը ինքը ունի փոքր չափեր Գերագույն Աստծո ազնվորության համեմատ եւ ասենք նրա մտերմիկ նվիրալների համեմատ, այդ փոքր չափը իրան միշտ խանգարում է, որպեսզի ինքը կարողանա ընկալի հոգևոր աշխարհի իրականությունները ճիշտ տեսանկյունից եւ համապատասխան, ուրեմն այդպիսի կենդանի էակները իրենք, ինչպես ասվում է, սխալ են օգտագործում իրենց վերաբերվելու, ընտրելու ազատությունը, սխալ են օգտագործում։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դրան այդպես ինչ-որ շատ լուրջ չի նայում։ Ինքը դրան լուրջ է նայում այն տեսանկյունից, որ անմիջապես հնարավորություն է տալիս այդպիսի կենդանի էակներին իրականացնել իրենց ցանկությունը։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի վախենում, կոպիտ ասած, էքսպերիմենտներից, հա? Ինչու՞, որովհետև անձամբ իրեն ոչ մի վատ բան չի լինում, ինչպես մենք տեսանք, արիացիները իրենք դա այդ process-ը այնպես են նկարագրում, որ կենդանի էակին էլ ոչինչ չի լինում։ Ուղղակի կենդանի էակի գիտակցությունը մի պահ անջատվում է հոգևոր աշխարհից, հա, եւ կենտրոնանում է իր ներսում, այնտեղ ամեն ինչ սկսում է կատարվել։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ուղղակի միացնում է կենդանի էակի գիտակցությունը, միացնում է նյութական աշխարհի հետ։ Այնտեղ ստեղծում է իր համար, ուրեմն, մարմիններ, որոնց հետ կենդանի էակը միանգամայն լրջորեն իրեն, ուրեմն, նույնացնում է։ Այսինքն իրականությունը կայանում է նրանում, որ իրականում վերջնական ինքը կենդանի էակը, ինքը հոգին, իր հետ ոչինչ չի լինում, ինքը հոգևոր աշխարհում նստած, այսպես էլ եթե տնավարի ասեմ, մի պահ անջատվում է։ Հա, այդ մտքից, որ իսկ ինչ կլիներ, եթե ես լինեի օրինակ Աստծո տեղը, կամ եթե ես լինեի Աստծո մտերմիկ նվիրալների տեղը, հա, եւ այդ Գերագույն Աստծո ազնվորությունը անմիջապես այդպիսի կենդանի էակին, եթե շատ կոպիտ ասեմ, բայց պատկերավոր, իր ներքին աշխարհում ցույց է տալիս, թե ինչի կվերածվի հոգևոր աշխարհը, եթե բոլորը մտածեն իրա նման։ Սա է, մի ամբողջ պատմությունը սա է։ Ուղղակի որովհետև կենդանի էակը մենք բոլորս նույնացնում ենք մեզ նյութական մարմնի հետ, այդ ամեն ինչը մեր համար դառնում է ահա որ լուրջ։ Եվ մենք տեսնում ենք, չէ, որ երբ որ կենդանի էակները սկսում են պայքար մղել առավելություն ունենալու համար մեկ-մեկու հանդեպ, այլ ոչ թե այն դիրքն են գրավում, որ ընդունեն իրենց կոպիտ ասած ունեցած չունեցածը, չէ, ապա աշխարհը վերածվում է նրան, ինչ որ մենք հիմա ձեզ հետ մեր շուրջը տեսնում ենք։ Աշխարհը լցվում է խորամանկությամբ, ագահությամբ, դաժանությամբ, հա, եւ կենդանի էակները սկսում են իրար հոշոտել, իրար վնասել, իրար ոչնչացնել նախանձի հիմքի վրա, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հասկանում եք, եւ մենք այստեղ ուրեմն պետք է հասկանանք, որ այո, Գերագույն Աստծո ազնվորության համար այս ամենը այդքան լուրջ չի։ Ինչպես ասենք մեր համար, եթե մենք օրինակ կարողանայինք, չգիտեմ, մեր երեխաներին դաստիարակելու համար, երբ որ իրանք քնած են, ինչ որ որոշակի երազ ցույց տային իրենց։ Այդ երեխայի համար դա կլիներ շատ լուրջ։ Հասկանում եք, բայց ինքը, ասենք, իրականության համար ոչ երեխան, ոչ ինքը ընդհանրապես բացարձակ ոչ մի ազդեցություն չեն կրում, բացի մի փոքր հոգեբանական ազդեցությունից, իսկ նյութական, հոգևոր աշխարհի եւ նյութական կենդանի էակի նյութական գոյության այդ հոգեբանական ազդեցությունը ինքը վերջնականում միայն դրական ազդեցություն է ունենում, որովհետեւ կենդանի էակը ինքը հաստատվում է։
ինքը հաստատվում է իր դիրքի մեջ, հասկանում եք, եւ այլևս երբեք, տնավարի ասած, ոչ մի հիմարություններ չի մտածում։ Եվ այս պահին, ուրեմն, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդպես են նկարագրում, որ տարածքի տեսանկյունից դա Գերագույն Աստծո ազնվորության նախաձեռնությունն է, ինքը տալիս է այդ տարածքը կենդանեակներին, չէ, եւ ասենք դրա հետ մեկտեղ ինքը բան է անում, ասեք, ինքը պնդում է այն հանգամանքը, որ իսկ թե ինչպիսի կենդանեակներ, ինչպիսի գիտակցությամբ կենդանեակները պիտի ապրեն նյութական աշխարհում, դա որոշվում է կենդանեակի արժեքային համակարգով, այսինքն նրա բանականությամբ։ Եվ դրա համար երկրորդական արարչի կարիք է առաջանում, որը միշտ սովորաբար լինում է սովորական կենդանի էակ։ Միայն այն դեպքերում, երբ որ այդ պահին այդպիսի կենդանի էակ նյութական աշխարհում չկա, որը ինքը ունի այդպիսի որակավորում լինել երկրորդական արարիչ, միայն այդ դեպքում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը այդ դիեզերքի համար տալիս է ուրեմն Տեր Բրահմայի մարմնավորում, այսինքն ինքն է կատարում այդ դերը։ Բայց սովորաբար այդ դերը վստահված է սովորական կենդանի էակին, որը ինքը ունի դրան համապատասխան որակավորում։ Մենք տեսանք, որ Բրահմայի եւ Գերագույն Աստծո արարչի, այսպես ասեմ, որ Տեր Բրահմայի եւ արարչի միջև հանդիպումը ինքը ուրեմն սկսվեց դրանից, որ Տեր Բրահման ինքը աղոթք պատուցեց, որտեղ ինքը առաջին հերթին ներկայացրեց, թե ինքը ինչպիսի պատկերացումներ կամ ինչպիսի հասկացողություն ունի Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ, ինչպես է ինքը դիտարկում իր սեփական դիրքը, չէ, ինչպես է ինքը գիտակցում այն նախասահմանումը, որի համար ինքը գոյություն ունի, եւ այլն եւ այլն։ Եվ մենք կարողացանք տեսնել, որ վերջնականում ուրեմն Տեր Բրահման ինքը փաստացի վերջնական իր խոսակցությունը կայանում էր նրանում, որ այն գործը, որ իրեն վստահված է, իրեն դուր է գալիս, եւ սա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրականում երբեք չի սխալվում, երբ որ ինչ-որ մեկին պատասխանատու ուրեմն ինչ-որ մի բան է առաջարկում, չէ, եւ որ ինքը դա առաջարկում է, դա միշտ տեղի է ունենում այն պարզ սկզբունքով, որ դիմացինը ինքը պարտադիր ունի համապատասխան որակավորումը։ Եվ երբ որ կենդանեակը ինքը ունի համապատասխան որակավորում, չէ, ինքը բնակալորեն երջանիկ է զգում, որ այդ որակավորումը ինքը պիտանի է։ Եվ Բրահման ինքը հենց դրա մասին խոսեց, բայց մյուս կողմից իր գործը, որը ինքը պիտի կատարի, ծայրահեղ պատասխանատու գործ է, ինչպես մենք դες հասկանում ենք, չէ՞։ Եվ Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ ինքը գիտակցում է պատասխանատվության չափը։ Եվ դրա համար ինքը խնդրեց Գերագույն Աստծո ազնվորությանը, ասեցի այդ արարչագործությունը, եւ սա վերաբերվում է ամեն մեկիս, որովհետեւ ամեն մի կենդանի էակ ինքը հատկապես մարդկային մարմնի մեջ ինքը շնորհք ունի ինչ-որ մի բանի հանդեպ։ Ու երբ որ ինքը այդ շնորհքը ունի, չէ, ինքը սովորաբար համարում է, որ հենց ինքն էլ այդ շնորհքի աղբյուրն է։ Տեր Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ ես գիտակցում եմ, որ դա քո ողորմածությունն է, որ դու ընտրել ես ինձ։ Հա, ես դա գիտակցում եմ։ Ես գիտակցում եմ, որ պատասխանատվությունը ինքը պետք է լինի այնքան լուրջ, որ ես երբեք չհայտնվեմ գոռոզության ճիրաններում, որովհետև հենց որ ես հայտնվեցի գոռոզության ճիրաններում, այսինքն հենց որ ես մտածեցի, որ իմ նախասահմանումը կամ իմ շնորհքը դա իմ շնորհքն է, հա, այսինքն իմ հաշվին է տեղի ունենում, այլ ոչ թե քո ողորմածությամբ, հա, ես անպայման կսկսեմ այդտեղ մտցնել իմ կեղծ եսը։ Եվ վերջնականում չեմ կատարի այն նախասահմանումը, որը դու էիր ինձ համար սահմանել, հա, իսկ միայն դու գիտես, թե որն է իմ համար կատարյալ նախասահմանումը։ Այս էր Տեր Բրահմայի ամենակարևոր գաղափարը, որտեղ այստեղ ուղղակի ենթարկվելու խնդիրը չի։ Այստեղ այն խնդիրն է, որ ամեն կենդանեակ ինքը պետք է հասկանա, որ եթե իրան ինչ-որ մի շնորհք է վստահված, դա վստահված է ինչ-որ մի բանի համար։ Հասկանում եք։ Եվ տեսեք, սիրելիներս, չէ, ուրեմն գոռոզությունը
ինքը բոլոր օժտված կենդանի էակների մեծ պրոբլեմն է, որտեղ իրենք շեղվում են վերջնականում, օգտագործելով իրենց այդ շնորհքը միայն սեփական վայելքը ուրեմն իրականացնելու համար եւ մտածում են, որ շնորհքը իրենց տրվել է ոչ թե պատասխանատվություն կրելու համար, այլ սեփական կյանքը վայելքների մեջ անցկացնելու համար։ Դա իրականում սխալ մտածելակերպ է։ Եվ ուրեմն, սիրելիներս, մենք ձեզ հետ տեսանք, չէ, որ Տեր Բրահման ինքը Գերագույն Աստվածավորությունից կամ Արարչից այդպիսի ողորմածություն խնդրեց, որ ողորմած եղի, որպեսզի ես երբեք ոչ մի պարագայում չհայտնվեմ գոռոզության դիրքը։ Ես այստեղ կարող եմ ասել, որ հետագայում, երբ որ մեր բոլորակի վրա կգա Տեր Կրիշնան, կլինի այդպիսի մի էպիզոդ, որտեղ մենք կտեսնենք, որ Տեր Բրահման ինքը все-таки ընկավ բանի հպարտության բանի մեջ եւ Գերագույն Աստվածնավորությունը ինքը անմիջապես դաս տվեց Տեր Բրահմային։ Ինչպիսի դեր այդ էպիզոդը։ Տեր Բրահման օրերից մի օր կարիք է ունենում գնալ Տեր Շրի Կրիշնայի պալատը։ Ինքը իջնում է իր մոլորակից մեր մոլորակի վրա, մոտենում է, մտնում է պալատի մեջ եւ այդ պալատականները կանգնեցնում են իրեն, ասում են ինչ փոխանցենք, ով է եկել, եւ Տեր Բրահման ինքը ուրեմն այսպես բանով ասում է տեղյակ պահեք, որ եկել է Տեր Բրահման, հա, այսինքն այսպես է մի քիչ մեծամտորեն։ Եվ այնտեղ կանգնած ինքը լսում է, որ ուրեմն սուրհանդակները ասեցին, որ Տեր Բրահմանը եկել ձեզ տեսակցության, եւ Տեր Շրի Կրիշնան ինքը ասեց, որ Բրահման։ Եվ այդտեղ Բրահման ինքը մի փոքր վիրավորվեց, որ երբ որ հնչեց իր անունը, իրան չճանաչեցին, որովհետեւ ինքը գիտի, որ ինքը տիեզերքում միակն է, ինչ է նշանակում, որ Բրահման։ Հա, եւ այդպես մի քիչ ինքնասիրությունը վիրավորված կանգնեց եւ սուրհանդակները դուրս եկան, ասեցին Տեր Շրի Կրիշնան հարցնում է, որ Բրահման։ Ինքը այսպես ասեց, ինչու ասեց, կա ինձանից բացի ուրիշ բրահմաններ։ Եվ Տեր Շրի Կրիշնան ինքը կազմակերպեց այնպես, որ հենց այդ պահին տարբեր տիեզերքներից հենց այդ զալում հայտնվեցին տարբեր տիեզերքների բրահմանները։ Եվ ինքը տեսավ, որ կան բազմաթիվ բրահմայի տեղը գրավող ազնվորություններ, որոնցից կան 5, 6, 10, չգիտեմ, 20, 100, նույնիսկ 1000 գլխանի բրահմա կա։ Հասկանում եք, եւ ինքը տեսավ, որ իրականում ինքը ամենափոքր տիեզերքի բրահման է, այսինքն ինքը ընդամենը 4 գլուխ ուներ։ Եվ այդտեղ այդ իր գոռոզությունը ինքը մի հատ լավ դաս ստացավ, այսինքն Տեր Բրահման ինքը խնդրել էր եւ Գերագույն Աստվածնավորությունը ինքը կատարեց Տեր Բրահմայի խնդրանքը, թույլ չտվեց, որպեսզի Տեր Բրահման գոռոզություն զարգացնի, հա։ Եվ այդպես ուրեմն սիրելիներս հիմա արդեն Գերագույն Աստվածնավորությունը, ինչպես մենք տեսանք, շատ համբերատար է անցընդհատելու եւ սա շատ հատուկ մշակույթ է, հա, համբերատար հանգիստ լսում էր Տեր Բրահմային եւ վերջում սկսեց նրան պատասխանել։ Տեսեք օրինակ, հենց որ Տեր Բրահման ինքը ասեց, ես քեզ խնդրում եմ, որ դու ինձ ուժ տաս, ես իմիշտ Տեր Բրահմանը հենց այդտեղ կարող էր իրեն ընդհատել եւ ասել սպասիր մի րոպե, դու հիմա ինձ մի բան ես խնդրում, որը ես արդեն քեզ տվել եմ, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ մշակույթը ինքը այդպեսին է, չի դա, այդ առաքինություն, մաքուր առաքինություն, որը ունի հոգևոր աշխարհում բոլոր կենդանեակները եւ գոնե առաքինության գոյավիճակ, որը նյութական աշխարհում ամենաբարձրագույն իրավիճակն է, չէ՞։ Եվ այստեղ մշակույթը դա է։ Տեսեք օրինակ, կներեք իհարկե, որ հիմա շեղվեմ, չէ՞, օրինակ մեր ժամանակներում շատ ընդունված են քաղաքական գործիչների միջև խոսակցությունները, ուրեմն հեռուստացույցով ներկայացնելը, չէ՞, այսպեսի որ իրանք կանգնում են երկու կողմերում եւ խոսում են։ Դուք երբևիցե տեսել եք, հա, որ մինչև վերջ
մեկը կարողանա լսել մյուսին եւ որ մշտական ուրեմն վարողը ինքը ստիպված է լինում կարգի հրավիրել, խնդրել որպեսզի թույլ տան մարդը ինքը արտահայտի իր խոսքերը մինչև վերջ, բայց իրականում ինչքան էլ ուզում է արտաքինից մարդկանց ստիպեն, որ իրանք լռեն եւ թույլ տան, որ մի ուրիշը խոսա, այդ մի ուրիշին ոչ մեկ չի լսում։ Ամեն մեկը խեղդված սպասում է իր հերթին, երբ է ինքը խոսալու, եւ ինքը մտածում է միայն նրա մասին, թե ինչ է ինքը ասելու։ Այսինքն, որ ինքը պիտի լսված լինի, եւ ինքը տրամադրված չի լսելու։ Դա ինչից է գալիս։ Դա գալիս է գոռոզություն, չէ, դա գալիս է տգիտությունից, կներեք, որովհետև ազնվորությունը ինքը վստահ է, որ դիմացինը չի կարող ասել ոչ մի արժևոր բան։ Եվ դրա համար այդպիսի հանդիպումների մեջ երբեք ոչ մի ճշմարտություն չի պարզաբանվում, հա, եւ որ իրենք հեռանում են, հետո սեղանների շուրջ իրենց այսպես դաշնակիցների հետ քննարկում են միայն, թե որտեղ իրանք ինչը այսպես լավ ասեցին, էլի, ուրիշ ոչ մի բան։ Հասկանու՞մ եք, ոչ մեկ այդտեղ չի բանանում, էլի, որ գիտեք, օրինակ ես նկատեցի, որ այն ազնվորությունը ինքը ինչ-որ մի բանը ազգային կամ պետական շահերից ելնելով ճիշտ ասեց, կամ որ ես նկատեցի, որ մենք այսինչ հարցում մի քիչ կարող է սխալենք, կարելի է մեզ շտկել։ Այդպիսի խոսակցությունները բնորոշ չեն, հատկապես մեր ժամանակին, չէ՞։ Ինչու, որովհետև այս ժամանակը դա տրամադրված է այն կենդանիակներին, որոնք իրենք հիմնականում գտնվում են տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Ազդեցության տակ դա չի նշանակում, որ գոյավիճակը ինքը բան է, էլի, պարտադրում է իրենց։ Դա կենդանիակներ են, որոնք իրենց տեսում համապատասխանում են այդ գոյավիճակներին։ Եվ իրանք այդ, ես ասում եմ տակ, երբ սխալ եմ ասում, էլի, պիտի ասեմ տգիտության եւ կրքերի գոյավիճակների ներկայացուցիչներ են։ Հասկանում եք, չէ՞, այսինքն իրանք ուղնուցուցով այդ բնույթը ունեն։ Հիմա սիրելիներ, չէ՞, իսկ մենք տեսնում ենք, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ Տեր Շիկրիշտան կամ կդրեք Արարիչը ինքը կարող էր ընդհատել Ռահմային, ինքը դա չարեց։ Ինքը միջև վերջ հանգիստ լսեց, թողեց, որպեսզի Տեր Բրահման ինքը ասի ամեն ինչ, մենք սա մի քանի անգամ հոգեբանական տեսանկյունից դիտարկել ենք, որ մարդը ինքը երբեք, կենդանիակը ինքը երբեք չի համարում, որ իրան հասկացել են, եթե թույլ չտվեցին, որ ինքը ինչ որ ուզում էր միջև վերջ ասեր։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, ուրեմն Արարիչը ինքը միջև վերջ լսեց եւ հետո սկսեց խոսել։ Եվ ինքը առաջի հերթին դա ասեց, որ այն շնորհքը, որի համար դու ինձ հիմա խնդրում էիր, ես արդեն քեզ տվել եմ։ Երկրորդ հերթին ինքը խոսեց նրա մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի միշտ գիտակցել Գերագույն Աստծո ազնվորության կամքը։ Մենք ձեզ հետ երեք քննարկեցինք շատ կարևոր թեմա, որը իրականում ինքը կարևորագույն թեմաներից է, ինչու համար, որովհետև այդ թեմաներից է, որ որոշվում է ընդհանրապես, թե ազնվորությունը ինքը ինչքանով կկարողանա կապվել Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Դուք երևի թե նկատում եք, որ ես աշխատում եմ, ոչ թե աշխատում եմ, ինքը գաղափարախոսությունը այդպես է, ինքը բավականին նուրբ գաղափարախոսություն է, միշտ հաշվի նստող կենդանիակի պայմանավորված վիճակի հետ եւ այլն, չէ, բայց կան ինչ-որ կետեր, որտեղ զիջել այլևս հնարավոր չի, որտեղ ամեն ինչը դադարում է լինել ձիածան եւ դառնում է սև ու սպիտակ։ Հասկանում եք։ Եվ այդ կետերում, այո, իհարկե մենք ստիպված ենք լինում ինչ-որ խիստ գծեր անցկացնել, եւ այդ գծերից մեկը հենց դա է։ Մեր ժամանակներում շատ, կներեք, ես այստեղ չեմ կարող այլ կերպ ասել, որոշակի անպատասխանատվության տեր մարդիկ իրենց թույլ են տալիս հայտարարություններ, եւ մարդիկ էլ իրենք, այսպես էլի, վստահաբար գնում են այդ հայտարարությունների հետևից, որ ասենք ուղղակի բան է, էլի։ Տեսեք օրինակ, չի ասենք, հազարավոր մարդիկ դիտում են հիմա այս պահին Ժիրինովսկուն նվիրված ուրեմն YouTube-յան բաները, տեսահոլովակները, չէ՞։
Սկսված ապրիլի 4-ից այդ տեսահոլովակները խոսում են նրա մասին, որ Ժիրինովսկին ասել է, չքնեք ապրիլի 6-ին, որովհետև ապրիլի 6-ին, երբ որ դուք քնեցիք, որ զարթնեցիք, աշխարհը այլևս այն չի լինելու, ինչ ինքը կար, հա? 2 օր հետո այդ նույն մարդիկ նույն լկտիությամբ կներեք գրում են։ Ժիրինովսկին ասել է, չքնեք ամսի 8-ին, որովհետև ամսի 8-ին, երբ որ դուք զարթնեցիք, կամ ամսի 8-ը երբ որ անցավ, աշխարհը ինքը ընդհանրապես փլատակ է լինելու եւ ընդհանրապես չի լինելու այլևս այնպիսին է, ինչպիսին է, որ ինքը կա։ Հիմա գրում են, չքնեք ամսի 12-ին։ Հասկանում եք, ուրեմն այսպես 10 օրվա, այն մեր աչքի առաջ 10 օրվա ընթացքում այդ մարդիկ իրենք տեսահոլովակներ են նկարահանում, որտեղ Ժիրինովսկին 2 օրը մեկ ասել է, այս գիշերը չքնեք, որովհետև ինքը ասել է 4-ին փլատակվելու է, 4-ին փլատակվեց բրծավ, հետո ասում է մի հատ էլ փլատակվելու է 8-ին, մի հատ էլ փլատակվելու է, չգիտեմ, 6-ին, հետո փլատակվելու է 12-ին, հա, հասկանում եք։ Եվ այդ բոլոր ստերի հետևից մարդիկ իրանք այսպես բանով հազարներով գնում են, հասկանում եք, եւ ի՞նչն են իրանք օգտագործում։ Ժիրինովսկու անունը, չէ՞, ինչու, որովհետեւ Ժիրինովսկին ինքը այո, իհարկե եղել է շատ լուրջ, ուրեմն բան։ Անալիտիկ, նո, հա, շատ լուրջ անալիտիկ է, չէ, ինքը եղել։ Եվ այո, կարողացել է ինչ-որ պրոցեսներ կանխագուշակել։ Հասկանում եք, հիմա Իրանից դարձրել են գուշակող վարսիկ։ Հասկանում եք, եւ ոչ թե հայերը, էլի, ռուսները իհարկե։ Եվ սա ասենք ինչ-որ բան է, չէ, արդեն ինչ-որ սահմանը անցնող բան է, բայց մարդիկ հենց այդպիսի բաների վրա հետևից են գնում։ Հասկանում եք։ Այո, իհարկե, պետք է, ես պետք է, ինչ ուզում են ինձ հետ անեն, ուզում են ընդունեն, ուզում են չընդունեն, ուզում են վիրավորեն, ինչ ուզում են անեն։ Ես նորից եմ կրկնում, որ ես չեմ պնդում, որ իրանք ոչինչ չեն լսում կամ ոչինչ չեն բանանում։ Ես ասում եմ, կարող է եւ լսում են։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ում։ Որովհետեւ Գերագույն Աստվածնավորությունը ինքը անցյալ տեքստում, որը մենք ձեզ հետ դիտարկեցինք, ինքը շատ պարզ Այդ նույն բանը ինքը ասում է եւ Բhagavad Gita-ում։ Ինքը շատ պարզ նկարագրում է ընդհանրապես, թե ինքը ում հետ կարող է անմիջական կապ հաստատել։ Դա որ կենդանիատներն են, որ իրեն իր համար շատ թանկ են, այն նրանք, ովքեր որ ապրում են նյութական աշխարհում, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ խոսքը միշտ գնում է շատ լուրջ, շատ բարձր մակարդակի մաքրության դեր մարդկանց մասին։ Չէ, եւ այդ տեսանկյունից մենք ինքներս կարող ենք այսպես նայել մեր շրջապատը եւ տեսնել, թե բոլոր նրանք, ովքեր որ բան էլի այսպես իմիջա այդպես, որ ոչ թե իրանք քննարկում են սուտ գրվածքները, որտեղ Գերագույն Աստվածնավորության կարծիքը արդեն գրված է, հասկանում եք, իսկ իրանք ասենք օգնում են մարդկանց, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան, թեկուզ այդտեղ էլ իհարկե կան մարդիկ, որոնք իրանք այնպիսի ինտերպրետացիաներ են տալիս, ինչպիսին որ իրենց է ձեռք տալիս։ Ես միշտ ասում եմ, մեր ժամանակներում ոչ թե միայն հոգևոր դաշտը, բոլոր առանց բացառության բոլոր դաշտերը իրենք լցված են կեղծիքով, խաբեությամբ, խորամանկությամբ եւ այլն եւ այլն։ Եվ դա չի նշանակում, որ բոլորն են այդպիսին, ամեն տեղ էլ կան եւ ազնիվ մարդիկ եւ մեր խնդիրն է ունենալ գիտելիք, որի միջոցով մենք կարողանում ենք տարանջատել այդ երկու երևույթները, որպեսզի ոնց ասեմ, ցանկացած այն սֆերան, որտեղ մենք հետաքրքրություն ունենք, այդտեղ մտնելուց կարողանանք կոպիտ ասած կենթանի դուրս գանք։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն մենք տեսանք, որ Տեր Բրահման Արարիչը ինքը այդպիսի պատասխան տվեց, ինքը հետո խոսեց նրա մասին, թե ինչ է պետք, ինքը ասեց, որ դու պետք է լինես ասկետիկ, այսինքն պետք է ունենաս զսպված զգայարաններ, հա, եւ խորասուզված մեդիտացիայի մեջ, այսինքն դու պետք է միշտ քո ներքին հայացքը դեպի քո սիրտը ուղես, հա, եւ այդ եւ աշխատես պահես կապը իմ հետ։ Մեդիտացիան դա Գերագույն Աստվածնավորության հետ կապի ստեղծումն է, հետո պահպանումը, չէ՞։ Ուրեմն, սիրելիներս,
Եվ ինքը ասեց այդ ժամանակ է, չէ, այդ ժամանակ է, որ դու քո ներսում միշտ կիմանաս ճիշտը։ Այսինքն ես քո հետ կզրուցեմ։ Մենք ձեզ հետ երեք մի թեթև քննարկեցինք այդ թեման, մի քիչ ավելի խորը կքննարկենք մի փոքր ավելի ուշ։ Եվ հիմա Արարիչը ինքը շարունակում է իր ուրեմն խոսակցությունը եւ այսօրվա մեր տեքստն է 3-րդ երկ 5-րդ գլուխ 31-րդ տեքստ։ Ո Բրահմա, տիեզերքը ստեղծելիս, երբ դու լիովին տրվես նվիրված ծառայությանը, դու կտեսնես ինձ քո սրտում։ Կտեսնես, որ ինձանով է ներթափանցված ամբողջ տիեզերքը, եւ որ դու ինքդ տիեզերքը եւ բոլոր կենդանիակները հանգիստ են առնում իմ մեջ։ Դու կտեսնես, որ ես գտնվում եմ յուրաքանչյուր կենդանի էակի սրտում եւ որ ես ներթափանցում եմ ամբողջ տիեզերքի մեջ, իբրև չդրսևորված կրակ, որ թաքնված է վառելափայտում։ Միայն հասնելով այս տրանսցենդենտալ տեսունակությանը դու կազատվես պատրանքի ազդեցության բոլոր դրսևորումներից։ Երբ դու դադարես քեզ նույնացնել կոպիտ եւ նուրբ նյութական մարմնի հետ, եւ քո զգայարանները լիովին ազատվեն նյութական բնության գունանների ազդեցությունից, այդժամ ինձ հետ շփվելով դու կմբռնես քո մաքուր ձևակերպը եւ ձեռք կբերես մաքուր գիտակցություն։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, այստեղ Գերագույն Աստծո աստավորությունը շարունակում է լրջացնել թեման։ Կներեք, ես այսպես պահեմ, որ տեքստերը պահեմ աչքիս առաջ։ Տեսնում ենք, որ ինքը լրջացնում է թեման։ Ուրեմն ինքը ինչ ասեց Արարիչը ամենաառաջին բան, չէ՞, ինքը ասեց, այև որ դու սկսես արարել, եւ այդ արարչագործության մեջ տրվես, լիովին տրվես նվիրված ծառայությանը, այն միայն այդ ժամանակ է, որ դու ինձ կտեսնես քո սրտում։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, չէ, որ եթե կենդանիակը ինքը ինչ-որ մի, արդեն այստեղ բրահման կարևոր չի։ Սկզբունքն է կարևոր, մեզ համար կարևոր է սկզբունքը, որտեղ մենք բոլորս էլ ինչ-որ, եթե մենք ունենք բանականություն, դա նշանակում է, որ մենք բոլորս էլ ինչ-որ մի չափի, թեկուզ ամենաչնչին չափի, բայց բրահմաններ ենք, այսինքն մենք ունենք արարելու ունակություն, ամեն մեկը ինչ-որ իր սֆերայում։ Եվ սա անմիջապես նշանակում է, որ համապատասխան այդ ունակության ունենք եւ պատասխանատվություն։ Եվ այո, ինչ-որ մեկը ինքը օժտված է, օրինակ, պատասխանատու լինել շրջապատի մաքրության համար։ Մենք այսպես ահամարանքով ասում ենք, ինչ են ասում, մեկ այնպիսի բառեր են թվում, նույնիսկ որ փողոցները ավլում են, չէ՞։ Հասկանում եք, այդ այսպես ահամարանքով ենք վերա, բայց այդ մարդկանց վստահված է այդ մեր շրջապատի մաքրությունը։ Եթե դա փոքր գործոն է, ուրեմն եկեք փորձենք, թող իրանք մի շաբաթ աշխատանքի դուրս չգան։ Եվ այս ժամանակ մենք կգնահատենք, թե դա փոքր գործոն է, թե լուրջ։ Կամ հենց ինքը մարդը կգնահատի, թե ինքը պատասխանատու գործով է զբաղված, թե ոչ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ամեն մեկը իր տեղում ունի իր պատասխանատվությունը։ Եվ ամեն մեկը, երբ որ իր պատասխանատվությունը ճիշտ է կատարում, ամեն ինչը դառնում է կատարյալ։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ հենց որ ինչ-որ մի բանը թեքվում է ներդաշնակությունից, այսինքն ոչ ներդաշնակ իրավիճակ է հայտնվում, չէ՞, դա միանգամից նշանակում է սիստեմայի մեջ ինչ-որ մեկը ինքը դադարել է լինել պատասխանատու այն սֆերայի համար, որ ինքը իրականում պատասխանատու է։ Եթե ամեն մեկը իր տեղում
իր պատասխանատվությունը իր վրա վերցրած է, այդպիսի հասարակությունը ինքը կատարյալ ներդաշնակ պիտի լինի։ Հասկանում, ինչքան որ դա հնարավոր է նյութական աշխարհում, էլի բարձ է։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է, որ այ որպեսի դու ինձի տեսնես, որտեղ ինքը ասես, դու ինձ կտեսնես, դու մշտական կտեսնես, հա, հետո շարունակես թե որտեղ, հիմա առաջի հերթին այս գաղափարը քննարկենք։ Ինքը ասում է, այ երբ որ դու քո պարտականությունը կատարես, խորասուզված, լիովին խորասուզված, նվիրված ծառայության մեջ, դու ինձ կտեսնես, այսինքն, երբ որ մենք, չէ, այ մեզ տված պատասխանատվության դաշտը պարտաճանաչ ենք կատարում, այդ իմինը նվիրվածությամբ, այստեղ այդ նվիրված ծառայությունը ինքը շատ կարևոր է, նվիրված խոսքը այստեղ ահավոր կարևոր է, գիտեք, մեր ժամանակներում կրոնականությունը իրանք այնպիսի կոպտության դաշտ են մցված, չէ, որ ընդհանրապես այդ նրբությունը, որը կա կենդանի էակի եւ Գերագույն Աստծո անձնավորության միջև, համարյա թե ամենտեղ կորել է, եւ համարյա թե ամենտեղ խոսացվում է սիրո մասին, բայց իրականացվում է վախը։ Հասկանում եք, ամեն ինչ արվում է, որպեսզի հոգևոր մարդը մշտական լինի Աստծո հանդեպ վախի տրամադրությունների մեջ, չէ։ Հիմա տեսեք, այդ վախի տրամադրությունների մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբեք եւ ոչ մեկի առաջ չի եկել ու չի կանգնել։ Ինչու՞, որովհետեւ կենդանիակը այդ պահին ինքը սխալ պատկերացում ունի, այսինքն այդ պատկերացումը, որը ինքը ունի, Աստծուն չի վերաբերվում։ Հասկանում եք, եթե ինքը իրանից վախենան ու ինքը հայտնվի, հա, դա կնշանակի, որ ինքը հաստատեց, որ այո, դու վախենում ես ու ես եմ այն անձնավորությունը, որից պետք է վախենա։ Չբանում հասկացաք իմ տրամաբանությունը թե ոչ։ Ոչ թե որ դուք չեք կարող հասկանալ, ես կարողանում եմ հայերեն դա այնպես ներկայացնեմ, որ հասկացված լինեմ։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այստեղ այդ նվիրված բառը ինքը ամենակարևորն է։ Կենդանի էակին պիտի դուր գա։ Հասկանում եք, իրան պիտի դուր գա։ Եթե իրան դուր չի գալիս Գերագույն Աստծո անձնավորության նկատառումները, թե ասենք ինքը օրինակ համար չգիտեմ, ինչ որ մեկին ինչ որ մի տաղանդով օժտել է, չէ՞։ Հասկանում եք, եւ ասենք ինքը օժտել է, օրինակ նրա եթե ամենապրիմիտիվ օրինակը բերեմ, ասենք մարդուն տրված է տաղանդ լինել նկարիչ։ Չէ՞, տեսեք մենք ինչ ասեցինք։ Մենք ասեցինք արիացիները իրենք պնդում են, որ կենդանիակները նյութական աշխարհում ոչ միայն մարդուն է սա վերաբերվում, ունեն քաղաքակրթության սանդրանք, չէ՞, եւ կենդանիակը ինքը համարվում է քաղաքակիրթ առաջի աստիճան, այսպես պլինտուսից ցածր, առաջի աստիճան քաղաքակրթությունը դա նա է, երբ որ ազնվորությունները, այդ կենդանիակները իրենք ունեն գիտության հանդեպ այսինքն բաներ այդ հասկացողության, ճանաչողություն զարգացնելու հանդեպ հա, եւ ունեն արվեստ, այսինքն էսթետիկա, չէ՞, բայց չունեն բարոյականության օրենքներ, ապրում են ազատ կյանքով։ Դա է համարվում բարոյականությունը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, այդ էսթետիկան ինքը շատ կարևոր բան է։ Եվ հիմա տեսեք, այդ քաղաքակիրթ հասարակության մեջ ինչ որ մարդիկ պիտի լինեն, որոնք իրենք օժտված են, չէ՞, այդ էսթետիկան հասարակության մեջ պահելով։ Հիմա այն ազնվորությունը, որը ինքը գիտակցում է, թե իրան դա ինչի համար է տված։ Հասկանում եք, որ ինքը դա կատարում է որպես նվիրված ծառայություն Աստծուն, ինքը այսպես համեստ տրամադրությունների մեջ նկարում է իր նկարները։ Հենց որ վերացավ այդ նվիրվածությունը, այսինքն այդ որ կենդանիակը ինքը գիտակցում է, որ իրան այդ շնորհքը Աստված է տվել, հա, եւ իրան հաճելի է հասկանալ, թե ինչի համար է տվել։ Հենց որ դա վերացավ, կենդանիակը այդտեղ ինչ է մտցնում, իր էգոն։
Եվ ինքը արդեն նկարներ է նկարում, ոչ թե որ ես ու դուք ինչ-որ էսթետիկ բաներ ապրենք, հա? Ինքը նկարներ է նկարում, որ փող վաստակի կամ փառք, կամ ավելի լավ է երկուսն էլ իրար հետ։ Հասկանում եք։ Եվ շո, տեսեք, այդտեղ կորավ Աստծո բանը, այն թե ինչի համար էր ինքը այդ տաղանդը տվել կորավ։ Ինքը իր տաղանդը սկսեց վառել իր զգայական վայելքի մեջ։ Եվ չեմ կարծում, որ բավական երկար կյանքեր երբևիցե ինչ-որ մի տաղանդ նրան նորից կվստահվի։ Հասկանում եք։ Մենք պետք է հասկանանք, որ կյանքից կյանք կենդանեակը ինքը այդպես կարող է ինչ-որ ճիքեր գործադրի, ինչ-որ մի տաղանդի հասնի, եւ եթե ինքը այդ տաղանդը օգտագործում է միայն իր փառքի, փողի, իշխանության եւ այլ թեմաների շուրջ, ապա իրան այլևս բավականին երկար Գերագույն Աստծո ազնվորությունը այլևս ոչ մի պատասխանատու բան չի վստահելու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, այստեղ այս նվիրված, այսինքն երկու խոսք է հնչում՝ ծառայություն եւ նվիրված, չէ՞։ Հիմա տեսեք, սա նշանակում է, որ ծառայությունը դա նշանակում է ես կատարում եմ ուրիշի կամքը, տվյալ դեպքում Աստծո։ Այ հենց որ խոսքը գնում է նրա մասին, որ ես պիտի կատարեմ ուրիշի կամքը, միանգամից առաջանում է երկրորդ հարցը, չէ՞։ Այդ կամքը ինձ համար հաճելի է, թե ես ստիպված եմ կատարել, որտեղ Աստված ինձանից ավելի ուժեղ է եւ ստիպել է ինձ։ Հիմա ինչ է ասում Աստված։ Ինքը նոր ասեց, ես քեզ արդեն օժտել եմ այդ հզորությամբ։ Բրահման ինքը ասեց, ես գիտակցում եմ, որ ես ունեմ այդ հզորությունը, խնդրում եմ պաշտպանիր ինձ բանից։ Դերեցեք։ Ներողություն եմ խնդրում ընդհատման համար։ Եվ ուրեմն այսպիսի թեմա էր, չէ՞, քննարկվում, որ Արարիչը ինքը ասեց, ես օժտել եմ քեզ, եւ մենք քննարկեցինք, որ այդտեղ այդ հարցն է առաջանում։ Հիմա այդ որ ինքը ինչ-որ մի ծառայություն է ստացել հիմա, որ Աստված իրեն ասել է, այ դու արա այս գործը, հա? Հիմա դա ես անում եմ պարտադրված, թե սիրով, հա? Իսկ ինչու է կարևոր, որտեղ Տեր Բրահմանն ասեց, պաշտպանիր ինձ հպարտությունից, հա? Հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց, դու պաշտպանության կարիք չունես, եթե այդ քո շնորհքը օգտագործում ես որպես նվիրված ծառայություն։ Այսինքն, սա նշանակում է, առաջին հերթին դու հասկանում ես, որ այդ դիրքը քեզ վստահված է իմ կողմից։ Այդ տաղանդը քեզ վստահված է իմ կողմից, հա? Երկրորդը դու հասկանում ես, որ դա ես ինչ-որ մի բան վստահում եմ ինչ-որ կենդանի էակի, ի բարօրություն բոլորի։ Եվ եթե դա քեզ դուր է գալիս, եւ դա դու միշտ պահում ես քո ուշադրության կենտրոնում, որ համընդհանուր երջանկությունը ապահովելու համար ես ինչ-որ կենդանի էակներին ինչ-որ պատասխանատվություն եմ տալիս, որպեսզի վերջնականում իրականացվի սա, բայց դուք բոլորդ ամեն մեկը ձեր տեղում պահպանում եք ազատությունը վարվել այդ ձեզ վստահված գործին, այնպես ինչպես դուք եք ուզում։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հիմա ասում է, ես երբեք ոչ մի կենդանի էակի, ոչ մի բան չեմ պարտադրում։ Ես ընդամենը արտահայտում եմ իմ կարծիքը։ Եվ երբ որ ես քեզ օժտում եմ արարելու ուրեմն ուժով, դա արտահայտում է, որ ես ունեմ այդպիսի կարծիք, որ դու ունես այդպիսի որակավորում, որ դա անես։ Բայց դու կարող ես այդ քո որակավորումը իրականացնել կամ շահագործել։ Եվ դա քո ազատությունն է։ Եվ այստեղ հնչում է երկրորդ բառը՝ նվիրվածությամբ։ Այսինքն,
դու պաշտպանված ես, երբ որ դու նվիրված ես այն գաղափարին, որի համար ես եմ քեզ ինչ-որ մի բանի համար պատասխանատու դարձրել։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ, երբ որ դու համահունչ ես ինձ հետ, ներդաշնակ ես իմ ցանկության հետ, կամ իմ վստահության հետ, դու պաշտպանված ես հպարտությունից, որովհետև դու միշտ գիտակցում ես այդ նվիրված ծառայությունը, դու միշտ գիտակցում ես, որ կատարում ես իմ կամքը, և դա քեզ դուր է գալիս։ Շո, այդտեղ գոռոզության, չգիտեմ, փառասիրության, եսի միջի, ինչի բոլոր դարպասները փակվում են։ Շո, հասկանում եք։ Եվ այդ ժամանակ ինքը ասում է, դու ինձ կտեսնես, հիմա ամենակարևոր բառը հնչեց, ամենուրեք։ Հասկանում եք, սա ինչ է նշանակում, չէ, սա նշանակում է, որ կդերեք, էդի մի հատ Զազիմլոնի մեր օրինակը բերեմ, չէ, սա նշանակում է, որ երբ որ կա թուրքը, դու իր մեջ ես տեսնում իմ կամքը, այսինքն դու այդ ես քեզ պարզ ցույց կտամ, թե ինչու ինքը կա, ընդհանրապես իմ կյանքում, ինչու ինքը կա, այդ ամեն ինչը դու կտեսնես, որովհետև դու կտեսնես իմ ներկայությունը բոլոր կենդանի էակների սրտերի մեջ, հասկանում եք, և ընդհանրապես այդ իմաստությունը, սովորական մարդիկ իրանք մտածում են, որ իմաստունը շատ հաճախ այդպիսի դրսևորումներ կա, էլի, որ իրանք մտածում են, որ իմաստուն ազնվորությունը ինքը պիտի աճ-ձախ բոլորին բռնաբարի, բոլորին ասի դուք պիտի այսպես անեք, այսպես անեք, այսպես անեք, բայց հոգևոր իմաստունը ինքը բոլոր կենդանի էակների մեջ տեսնում է Գերագույն Աստծո ներկայությունը։ Եվ ինքը հասկանում է, թե ինչու համար է Գերագույն Աստծո ազնվորությունը այս մի կենդանի էակին այս ճանապարհներով տանում, այն մի կենդանի էակին այս ճանապարհներով տանում։ Հասկանում եք, թե ինչի են իրանք հանդիպում, կամ ինչի են իրանք բաժանվում։ Այդ ամեն ինչը, այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց է տալիս, կոպիտ ասած, իր խոհանոցը, հասկանում եք, միայն և միայն այն կենդանի էակներին, որոնք, սկսում ենք սկզբից, ասկետիկ են, կենտրոնացած են Գերագույն Աստծո ազնվորության կամքի վրա, այդ կամքը իրականացնում են սիրով, այսինքն համաձայն են նրա կարծիքի հետ, հասկանում եք, և այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես շարունակեց, ասեց այդ դեպքում, չէ, դու ինձ կտեսնես քո սրտում, և կտեսնես, որ ամբողջ տիեզերքը ներթափանցված է ինձանով, և որ դու ինքդ, տիեզերքը, բոլոր կենդանի էակները, ոչ թե հանգիստ, այլ հանգրվան, հասկանում եք, հանգրվան են գտնում իմ մեջ։ Եվ սա ինքը շատ կարևոր և իմ կարծիքով շատ գեղեցիկ իրականություն է, որի մասին հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը խոսում է Բրահմայի հետ, հա, և ինքը շարունակեց, ինքը ասեց դու կտեսնես, որ ես գտնվում եմ յուրաքանչյուր կենդանի էակի սրտում, այսինքն, որ քեզանից առաջ, հա, կոպիտ ասած, կա անձնավորություն, որը բոլորի մասին ամեն ինչ գիտի, և այս նյութական աշխարհը ինքը դաշտ է, որտեղ ամեն կենդանի էակ անցնում է իր փորձը, իր դասերը, իր դասերից կարող է իմաստություն կուտակել, իսկ կարող է ջղայնանալ, զայրանալ և չարանալ, և այդ ժամանակ ինքը դառնում է
արհավիրք աշխարհի համար։ Հասկանում եք, բայց դու կտեսնես, որ այդ ամեն ինչը ես գիտեմ։ Ու ինչը կտեսնի ամենակարևորը, ես գիտեմ, բայց տեղի է ունենում։ Հա, այդ դու կտեսնես, որ օրինակ, երբ որ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան է անում, վատ բան է անում ինչ-որ մի ուրիշի հետ, ես իր սրտի մեջ նստած դա տեսնում եմ, բայց չեմ խանգարում։ Ինչու՞։ Որովհետև կենդանիակը ունի ազատություն։ Ինքը ունի ազատություն վարվել այնպես, ինչպես ինքը ուզում է։ Հետո, այդ դու դա էլ կտեսնես, որ հետո ես պարտադիր ամեն մեկին տալիս եմ իր դասը, իր արած չարածների համար։ Դիմաց։ Հասկանում եք, այս սրա մասին է հիմա խոսում Գերագույն Աստվածաշնչությունը Բրահմայի հետ։ Չէ՞։ Ու ինքը ինչ ասում, բայց երբ որ դու տեսար իմ, այսինքն ինչից է կախված, ինքը քննարկեց ինչից է կախված, որ դու տեսնես այդ ամեն ինչը։ Ու երբ որ դու դա տեսնես, քո մտքի ծայրով անգամ չի անցնի, որ կարելի է ինձանից առաջ ընկնել։ Եվ այդ ժամանակ դու կլինես իմ կամքի այդ բանը, պրովոդնիկ էլի, իմ կամքը անցկացնողը այս աշխարհը։ Երբ որ ես քեզ եւ այդ ժամանակ դու հստակ կիմանաս, երբ պիտի գործես, որովհետեւ ես ուզում եմ, որ դու գործես։ Եվ երբ կլռես, որովհետեւ ես այլևս չեմ ուզում ինչ որ մի բան խոսալ կամ չգիտեմ ինչ անել ուրիշների հետ։ Հասկանու՞մ, ես քեզ կօգտագործեմ այդ ժամանակ, երբ որ դու իսկ ես քեզ թույլ կտամ, որ դու ինձ տեսնես, երբ որ դու մաքուր ես, հա, կենտրոնացած ես իմ կամքի վրա եւ այդ կամքի հետ ներդաշնակ ես։ Մնացած ոչ մի դեպքերում դու ինձ, իմ ներկայությունը, իմ կարծիքը երբեք չես կարողանալու հասկանաս։ Դու կարող ես հասկանալ կամ տեսնել կենդանի էակների պահվածքը, հասկանալ իրանց մտքերը, տեսնել իրանց մտքերը, լինել պայծառատես, հա, կարող ես լինել իմաստուն, կարող ես լինել պայծառատես, եսի մեսեն, եւ բայց դա ամեն ինչը կվերաբերվի կենդանի էակների ազատությանը։ Դու կարող ես մոտավորապես հասկանալ, թե ով ինչ է անելու, իսկ կարող ես պարզ տեսնել, թե ով ինչ է անելու, բայց իմ հետ դա ոչ մի կապ չունի։ Իմ կամքը այդտեղ դու երբեք չես տեսնելու։ Դու կարող ես անել քո ենթադրությունները, ոչ ավելի։ Այսինքն թե ինչի համար եւ ինչ կանեիր դու։ Իսկ իմ տրամաբանությունը դու չես կարողանա հասկանալ, քանի ես քեզ դա թույլ չեմ տվել։ Սրա մասին է հիմա խոսում Գերագույն Աստվածաշնչությունը, չէ՞։ Եվ այդ ճշմարտությունը, այսինքն ինքը հիմա Բրահմային ցույց տվեց, թե որն է այն ճանապարհը, որի շնորհիվ կենդանիակը ինքը կարող է իր աչքի առաջ մշտական տեսնի Գերագույն Աստվածաշնչությունը եւ նրա մտադրությունները։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է։ Եվ ուրեմն Գերագույն Աստվածաշնչությունը ինքը շարունակում է, չէ՞, ինքը նրանով չկանգնեց, չէ՞։ Ինքը ասեց միայն հասնելով այս տրանսցենդենտալ տեսունակությանը դու կազատվես պատրանքի ազդեցության բոլոր դրսևորումներից։ Այս այն թեման է, որը ես քննարկում եմ, էլի, այդ մարդկանց հանդեպ։ Տեսեք հիմա ինչ ասեց Արարիչը։ Ինքը ասեց իլյուզիա կամ մոլորությունը, չէ՞, ինքը ունի տարբեր դրսևորումներ։ Հիմա այդ իլյուզիա կոչվածը, ինքը ուրիշ խոսքեր մի րոպե, պատրանք, հա, այդ պատրանք կոչվածը, չէ՞, ինքը ինչ է նշանակում։
Չէ՞ որ երբ որ կենդանիակը, ընդհանրապես երբ որ ինքը գտնվում է պատրանքի մեջ, ինքը վստահ է, որ ինքը տեսնում է ճշմարտությունը։ Վստահ է։ Հասկանում եք։ Եվ դա է տգիտության ամենագլխավոր գիծը։ Ես դրա համար միշտ ասում եմ, ես տգիտության գոյավիճակի ներկայացուցիչներից ահավոր վախենում եմ։ Ահավոր եմ։ Միակ բանը, որից ես վախենում եմ, դա տգիտության գոյավիճակի մեջ գտնվող կենդանի էակներն են։ Ինչու՞։ Որովհետև իրանց մեջ կա այդ սարսափելի բանը։ Իրանց մոտ չկա կասկածի ֆունկցիան։ Այսինքն, իրանք ինչ-որ մի հատ հասկացողություն են զարգացնում, այդ հասկացողությունը ինքը 100%-անի ուրեմն բան է, պատրանք է, բայց իրանք վստահ են։ Հասկանում եք, այդ վստահությունը ինքը ամենասարսափելի բանն է։ Իրանք վստահ են, որ հասկանում են ճշմարտությունը եւ ընդհանրապես խուլ են։ Հասկանում եք։ Եվ իրանք գտնվում են պատրանքի ազդեցության տակ, այսինքն իրենք ամեն տեղ տեսնում են մի բան, որը իրականում չկա։ Իսկ մենք այսպես պարելով գնում ենք այդ պատրանքի մեջ գտնվող ազնվորությունների, տեսածի, ասածի, չգիտեմ ինչի հետևից։ Մի պատրանքից ընկնում ենք մի հատ ուրիշ պատրանքի մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Իսկ այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասեց պայմանը, թե դու ինչպիսի ներքին վիճակ պիտի ունենաս, որ կարողանաս պատրանքից դուրս լինես եւ պարզ տեսնես ինձ եւ իմ նպատակները։ Ինչ պայծառատեսություն ուզում ես ունեցի, ով ուզում ես եղի, Գերագույն Աստծո ազնվորության համեմատ մենք բոլորս փսոր ենք։ Հասկանում եք։ Մեզանից ոչ մեկ ինչպիսի ուժ ուզում է ինքը կուտակած լինի, չի կարող պարտադրի Գերագույն Աստծո ազնվորությանը հայտնվել իր առաջ։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը խոսում է, թե որն են այն պայմանները, բայց դա ոչ էլ նշանակում է, որ իրան ընդհանրապես հնարավոր չի տեսնել։ Ոչ էլ դա է նշանակում։ Ինքը ասում է ոչ, ինձ հնարավոր է տեսնել, ուղղակի այդ տեսնելը ունի իր պայմանները։ Եվ եթե ձեր մեջ ոչ մեկ չկա, ով ինձ ռեալ տեսնում է, դա նշանակում է, որ ուղղակի չկա համապատասխան մաքրությունը։ Վերջ։ Այստեղ խոսակցությունը ավարտվում է։ Այստեղ է, որ ինքը սև սպիտակ է։ Հասկանում եք, որ ամեն մարդ ինքը հաստատվում է իր խոնարհության մեջ։ Հասկանալով, որ ասենք Գերագույն Աստծո ազնվորության հետ հանդիպելու համար ինքը դեռ ճանապարհ ունի անցնել։ Եվ չի կարող հավի մարմինը կտրտելով, չգիտեմ, բասա ինչ-որ ուտեստ սարքելով Աստծո հետ շփվի։ Որովհետև մեկը մյուսին սպանելու պատրաստակամությունը դա նյութական գիտակցության ոլորտն է։ Իրական հոգևոր մարդիկ իրանք, որպեսզի կենդանիակը ինքը վերադառնա հոգևոր աշխարհ, ինքը առաջին հերթին պիտի ազատվի ուրիշ կենդանիակին ոչնչացնելու պատրաստակամությունից։ Սա շատ կարևոր կետ է, թեկուզ թվում է, որ այդքան էլ ոչ էական բան է։ Հասկանում եք։ Եվ այստեղ է, որ ես կառաջարկեմ, էլի, մի քիչ մտածել դրա շուրջ։ Իսկ իրականում ինչ է նկատի ունեցել Հիսուսը, երբ որ ասել է, կամ չգիտեմ, 10 պատվիրանը, որտեղ ասվել է մի սպանիր։ Եվ որտեղ մարդիկ հետո ավելացրել են, դե դա միայն մարդկանց է վերաբերվում, մարդկային գոռոզություն դրսևորելով։ Հասկանում եք։
եթե արդեն այդպես խոսանք, մենք այդ կապը կտեսնենք էլի, որ նրանք ովքեր ռեալ ճշմարտություն են տեսնում, իրանք նույն բաներն են ասում։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն, եւ պետք տեսանք, որ սա է ճանապարհը, որտեղ ինքը ինչ ասեց, միայն հասնելով այս հիմա գունաներից դուրս տեսանկյունը։ Ինչ է նշանակում գունաներից դուրս տեսանկյուն։ Գունաների մեջ, երբ որ ազդում է գիտության գոյավիճակը, հա, կենդանիակը ինքը Աստծո մեջ տեսնում է մահը, այսինքն իրան տեսնում է որպես ոչնչացնող սկզբունք։ Այդ ժամանակ գերագույն Աստծո անձնավորությանը սիրել հնարավոր չի, որտեղ եթե ինքը մահաբեր ուժն է, իրան կարելի է միայն ատել։ Ինչու, որտեղ կենդանիակը ինքը հավերժ բնություն ունի եւ ոչ մի կերպ չի կարող համակերպվել նրա հետ, որ ինքը պիտի ոչնչանա։ Հասկանում եք։ Այդ թեման ինքը դառնում է արդիական ամեն մեկի համար երկու դեպքում։ Մեկ այն դեպքում, երբ որ դեռ երիտասարդ է, բայց արդեն մահացու հիվանդ, հա, կամ արդեն բնական ծերության ժամանակ։ Այդտեղ կենդանիակը ինքը շատ պարզ իր մեջ ֆիքսում է, թե ինչպես է իր հավերժ հոգին սկսում լցվել վախով եւ դիմադրել մահվան գաղափարին։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ասենք մենք հիմա հատկապես մեր ժամանակներում շատ ցայտուն տեսնում եք, թե ինչպիսի հիստերիկաների մեջ են ընկնում մեծահասակ մարդիկ, ինչպես իրենք չեն կարողանում հանգիստ ընդունել իրենց տարիքը, ինչպես են միջև վերջի շունչը փորձում են մրցակցել 20 տարեկանների հետ զգայական վայելքի դաշտում, ինչպես այդ նպատակները իրականացնելու համար ուրեմն զանազան այդ պլաստիկ օպերացիաների հետ ենթարկում իրենց եւ այլն եւ այլն։ Դա ինչ է, դա հոգու ճիճն է, դա հոգու այդ ըմբոստությունն է եւ մահվան, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընկալվում է որպես այնով բռնություն է մտցնում այս աշխարհ, այդտեղ սիրո մասին խոսքներ չի կարող, չէ՞։ Կրկի գոյավիճակի մեջ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընկալվում է որպես կողմնակալ։ Այսինքն տգիտության մեջ ինքը ընկալվում է որպես բոլորի թշնամի։ Կրքերի մեջ ինքը ընկալվում է որպես կողմնակալ, այսինքն կան ինչ-որ կենդանիակներ, որոնց ինքը ինչ-որ բան է տալիս, կան ինչ-որ կենդանիակներ, որոնց ինքը չի սիրում եւ այլն եւ այլն։ Բանի մեջ, առաքելության գոյավիճակի մեջ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընկալվում է որպես բարի, բայց նյութական մարմինների հանդեպ։ Այսինքն ինքը ընկալվում է որպես բարի եւ սիրող կենդանիակի նյութական գոյությունը։ Նյութական գոյությունն է պաշտպանում, նյութական գոյությանն է երջանկություն տալիս, նյութական գոյությանը է այն, չէ՞։ Հիմա ինքը այստեղ Բրահմային ասում է ոչ, այդ երեքն էլ ընդհանրապես ինձ հետ ոչ մի կապ չունեն։ Ու առաքինությանը, որտեղ ես բարի եմ մարմնի հանդեպ, դա կոմպրոմիս է, որին ես գնում եմ։ Այն ինչ որ ես քեզ նկարագրեցի, դա տրանսցենդենտալ է, այսինքն դու տեսնում ես, որ իրականում ինչ որ կատարվում է նյութական աշխարհում, ես ամեն ինչը տեսնում եմ, ամեն ինչը ղեկավարում եմ, բոլորին տալիս եմ ըստ իրենց արժանինքների, հա, եւ այսինքն այսպես էլի սկզբում չեմ խանգարում, վերջում տալիս եմ արժանինքը, հա, եւ ասեք, տեսեք, այդ ամեն ինչի մեջ դու պարզ կտեսնես, որ իրականում ես միշտ հոգ եմ տանում հոգու մասին։ Իմ բոլոր գործողությունները ուղղված են այնտեղ, որ հոգին շտկի իր սխալ գաղափարը եւ կարողանա վերադարձնել իր գիտակցությունը հոգեվոր աշխարհի իրականությունների մեջ եւ լինել այդ իրականության հետ ներդաշնակ, որպեսզի կարողանա լինել երանելի։ Հասկանում եք այդ տրանսցենդենտալ խոսքը, որը ինքը այստեղ ասեց, այդ դրա մասին է։ Հիմա եւ այստեղ ինքը այսպես միանգամից անցում կատարեց, ասեց, երբ դու դադարես քեզ նույնացնել կոպիտ եւ նուրբ նյութական մարմնի հետ
եւ քո զգայարանները լիովին ազատվեն նյութական բնության գունաների ազդեցությունից։ Այդժամ ինձ հետ շփվելով դու կմբռնես քո մաքուր բանը, ֆորմը, քո մաքուր մարմինը, հա, եւ ձեռք կբերես մաքուր գիտակցություն։ Այսինքն կվերականգնես քո գիտակցությունը, որ դու մաքուր հոգի ես, այլ ոչ թե նյութական աշխարհում երկրորդ արարիչը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս տեքստը մենք ավելի մանրամասը կդիտարկենք ձեզ հետ աստղողորմածությամբ խաղաղությունն ի վաղը, հա, իսկ ես կարծում եմ, որ այսօր մենք բավականաչափ թեմաներ քննարկեցինք, որոնք իրենք այսպես լուրջ մտորումների հիմք են հանդիսանում։ Որը նրանք, ովքեր որ այս մեր հանդիպումների հիմքի վրա զբաղվում են իրենց հոգևոր առաջընթացով, ես ձեզ առողջություն, ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Թող Աստված պահապան լինի ձեր հոգևոր ճանապարհին եւ թող որ դուք կարողանաք այդ ճանապարհը ճիշտ անցնել եւ ունենաք մեծ ու մեծ հոգևոր ձեռքբերումներ։ Տեսություն ձեզ։